Կեռասի օգտակար հատկությունները։ Բալենու համեմատ կեռասենու պտուղներն ավելի հարուստ են կարոտինով եւ երկաթով, սակայն զիջում են ֆոլաթթվի B խմբի վիտամինների քանակությամբ։ Ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս բուժական նպատակներով օգտագործել կեռասենու պտուղները աղեստամոքսային հիվանդությունների, անեմիայի, իսկ տերևներն ու ծաղիկները մրսածության դեպքում։ Խորհուրդ է տրվում կեռասն ընդգրկել երեխաների սննդի մեջ։ Ի տարբերություն բալենու պտուղների, օգտակար է բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, 12 մատնյա աղիի, ստամոքսի խոցի դեպքում։ Կեռասն ունի միզամուխ հատկություն, որի շնորհիվ թեթևացնում է վիճակն այտուցների ժամանակ։ Պտուղները եւ հյութը կանոնավորում են երիկամների եւ լյարդի աշխատանքը։ Օգտակար են արթրիտի, հոդատապի, ռևմատիզմի դեպքում։ Կեռասի մուգ կարմիր պտուղները հատկապես նպաստում են արյունատարանոթների պատերի ամրացմանը, որի շնորհիվ օգտակար են հիպերտոնիայով եւ աթերոսկլերոզով հիվանդներին։ Վիտամին A-ի բարձր պարունակության շնորհիվ կեռասի պտուղներն օգտակար են մաշկին։ Դրանց օգտագործումը պահպանում է մաշկը արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից։ Վիտամին A-ի պարունակությունը բաց գույնի պտուղներում ավելի մեծ է։ Կեռասի բերքահավաքը կատարվում է պտղակոթով, որպեսզի հնարավոր լինի որոշ ժամանակ պահպանել, ինչպես նաև բնական հյութի կորուստ չառաջանա։